Սա մանիպուլյացիա է, թե օգնության կանչ։ Եկեք պարզենք։ Երեխաները չունեն բավականաչափ զարգացած մտածողություն, որպեսզի իսկապես կարողանան մանիպուլյացիա անել մեծահասակների նկատմամբ։ Միևնույն ժամանակ նրանք հիանալի կերպով կարողանում են ընդօրինակել ցանկացած հաղորդակցման ձև։ Եթե նկատել եք, որ երեխան թատերականորեն լաց է լինում, հույս ունենալով հասնել իր ուզածին, փորձեք հանգիստ ժամանակ վերլուծել դա։ Հնարավոր է, որ նրա հետ շփվելիս դուք ինքներդ եք օգտագործում մանիպուլյացիա ցանկալի վարքագիծ ստանալու համար։ Օրինակ, ամոթանք եք տալիս, երբ նա վախենում է մատից արյուն հանձնել։ Ինչ կարող է թաքնված լինել նման կեղծ մանիպուլյացիայի հետևում։ Ենթադրենք, երեխան իսկապես շատ է նեղվել և նույնիսկ զայրացել, երբ բախվել է մերժման։ Սակայն մեծահասակները զայրույթում վտանգ են տեսնում և արգելում են երեխային զայրանալ։ Այդ դեպքում նա զայրույթը փոխակերպում է ավելի ընդունելի ձևի, օրինակ արցունքների։ Այժմ նա ծնողների աչքում այլևս ագրեսոր չէ, այլ զոհ։ Եթե ծնողները չեն դիմանում այդ ճնշմանը և գնում են նրա ցանկության հետևից, երեխան արագ հասկանում է, որ սա աշխատող սխեմա է և շարունակելու է այն նորից ու նորից կիրառել։ Ինչպես կոտրել այս շրջանը։ Օգնեք երեխային ուղղակի արտահայտել իր զգացմունքները։ Սովորեք այդ զգացմունքները դիմանալ առանց սահմանները փոխելու։ Օրինակ, ես տեսնում եմ, որ դու շատ ես զայրացած, գոռում ես, ձեռքեր թափահարում։ Օգտագործեք ձեր ինտոնացիան ընդգծելու համար, որ դուք շատ լավ հասկանում եք, թե որքան զայրույթ է եռուն նրա ներսում։ Դու ուզում ես հենց հիմա գնել այս խաղալիքը, բայց ես թույլ չեմ տալիս։ Մենք կարող ենք այն ավելացնել ապագա գնումների ցուցակում։ Իսկ հիմա պետք է տուն գնանք,